Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ, Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի տեխնացու Երվանդ Բոզյանին։ Պարոն Բոզյան, շնորհակալ եմ հրավերը չմերժելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Բոզյան, նախ սկսենք Անդրանիկ Թևանյանին վերագրվող քրեական վարույթով, որը ծանր մեղադրանք է եւ ՑՄԱ ազատազրկում է սպառնում ըստ այդ մեղադրանքի։ Իդեպ ԿՊԱ-ականները հիշեցնում էին, որ այդ մեղադրանքի հոդվածը փոփոխվել է հենց Բարգավաճ Հայաստանի ձեռամբ։ Ինչ կա այս գործով։ Մենք դատարանի բակում պաշտպան Արամ Օրբելյանի զրույցից հայտնի է դարձել, որ մեղադրանքը, որ պետական մասով տվյալներ է ստացել եւ այլն, գաղտնիքի փոխանցում եւ այլն, հերքվել է, փաստացի դա այդպես է թե ոչ, ինչ տեղեկություններ ունեք վերջին տվյալներով եւ այդ պարագայում ինչ մեղադրանք է մնացել Թևանյանի։ Տեսեք, մենք երեք զրուցեցինք փաստաբան Օրբելյանի հետ, ինքը հաստատեց, որ փաստացի պետական մարմինները արդեն պետական գաղտնիք ձևակերպումը արդեն դուրս է գալիս, այսինքն այդ չարաբաստիկ 2024 թվականի ապրիլի 9-ի փակ նիստի, այսպես ասած, տեղեկության վերաբերյալ, որ իբր թե պետք է Անդրանիկ Թևանյանը պետք է ձեռք բերեր, պարզ է թե ինքը ինչ ինֆորմացիա է ձեռք բերել, որը ըստ էության եթե պետական գաղտնիք չէ։ Սա շատ կարևոր հարց է, որ մենք մարդիկ հասկանան առարկան մեղադրանքի վերացել է։ Այսինքն առարկան, տեսեք, այդ օրը փաստացի Տավուշի մարզի սահմանազատման եւ սահմանագծման խնդիրներն էր քննարկվել, որից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ որևէ գաղտնի բան չի եղել, պարզապես փակ նիստ եղել, ոչ թե գաղտնի, այլ փակ նիստ եղել, որովհետեւ որոշում են կայացրել, որ շատ մեծ քանակով մարդիկ չմասնակցեն, բայց պարզվեց, որ դրանից հետո ինքը իր հարցազրույցից հետո բոլոր լրատվամիջոցները ներկայացրել են, թե ինչ է քննարկվել այդ փակ նիստի ընթացքում։ Պարոն Բոզյան, շատ լավ, բայց այնուամենայնիվ պատգամավոր չէր արդեն Անդրանիկ Թևանյանը այդ ժամանակ։ Ինչ որ տվյալ փորձել է ձեռք բերել, փակ, բաց, ասել են, չեն ասել։ Ճիշտ ասած, սա մոտարապես նման են բանի, որ ասենք դες մեղադրեն, որ դուք Հնդկաստանից դեպի Պակիստան ինչ-որ թունելի կառուցում եք արել։ Սա մոտարապես ոչ մի տարբերություն չկա, որովհետև Անդրանիկ Թևանյանը ոնց կարող էր այդ նիստից ինչ-որ տվյալ վերցներ, երբ որ տվյալները բոլորը բաց էին, այսինքն ինքը ոչ մեկից պետք չէր վերցնել, որովհետև դա հրապարակային չէր։ Ես ուզում եմ հասկանալ եւ բացատրել մեր հեռուստադիտողներին, շահագրգռված եղել է որևէ տեղեկություն ստանալ այդ նիստից, թե ոչ։ Բայց իհարկե ոչ, որովհետև այդ նիստում ինչ որ քննարկվել է, մամուլում ամեն ինչ տպվել է, այդ մամուլում տպվածը ինքը ինչպես կարող էր շահագրգռվածներ վերցնել, երբ որ մամուլում բոլորը կար եւ որևէ լուր կամ ինֆորմացիա, որը մամուլից դուրս է եղել, չկար մամուլից, բոլորը մամուլը, մեր մամուլը այդ իմաստով, չգիտեմ, լավ է թե վատ է, բոլոր ինչ որ փակ, գաղտնի, ինչ որ կա, սա միանգամից ներկայացնում են, մեր ամբողջ պատմության մեջ այդպես է եղել։ Հայաստանում ամենաողբերգական բանը եղել, որ գաղտնի, այսպես ասած, ինֆորմացիան շատ քիչ է մնացել։ Անդորում այդ նույն գաղտնի ինֆորմացիան հատկապես պատգամավորների մոտ ոչ մեկ չի ներկայացրել։ Ուզում ասեմ, իսկ այդ նիստը ստորագրվել է գաղտնիության համար եւ այլն, որևէ արձանագրություն տրվել է, թե զուտ բանավոր ներկայացվել է ֆորմատը որպես չունեմ դրա մասին, պարզել չէ թե ինչ է, այսինքն շատ անորոշ մի process է, որ ինքը ինչ որ մեկից վերցել է, բայց ինչ ինֆորմացիա վերցել չի ասվում։ Սա է ամենակարևորը։ Ինքը վերցել է ինֆորմացիա եւ այսպես ասած ներկայացրել է ռուսական աշխարհաքաղաքական կենտրոնի ինչպես ներկայացել է քննչական կոմիտեն։ Ինչ ինֆորմացիա է վերցել, ոչ մի չի ասում դրա մասին։ Եվ ումից է վերցել, նույնպես չի ասում։ Ինքը ինչ որ վերացական վերցել է, բայց այդ ինֆորմացիան վերցնելու իմաստը վերանում է, որովհետև այդ ինֆորմացիան ամբողջ մամուլում տպված է եղել։ Եթե տպված է եղել աշխարհաքաղաքական կենտրոնը ինչի պետք է փողով վերցնել մի բան, երբ որ արդեն հայկական մամուլը կարող էր բացել եւ սա գրված էր դրա մասին։ Այսինքն սա ծիծաղելի մակարդակի վիճակ է։ Բայց ինչով եք պայմանավորում, ինչու հանկարծ այդ մեղադրանքը որոշեցին առաջադրել, ներկայացնել Անդրանիկ Թևանյանին։ Ես բացի դրանից 24 թվականից անցել է 2 տարի։ 2 տարվա ընթացքում փաստացի այս ամեն ինչը նրա մասին ոչ մի խոսակցություն չի եղել եւ 2 տարի հետո հիշել են ընտրությունից ընդամենը 2 շաբաթ առաջ։ Ես կարծում եմ, որ ձեր հարցադրման պատասխանը պետք է հուշի, թե ինչու են հիմա նման մեղադրանք ներկայացնում, որտեվ ի վերջո այս ընտրարշավի վերջին փուլում, երբ որ ստրատեգիա որոշում կայացվեց, որ Գագիկ Ծառուկյանը ակտիվորեն պետք է ընտրարշավը անցկացնի մարզերում եւ գյուղերում, իսկ Անդրանիկ Թևանյանի թիմը անցկացնի Երևանում Բարգավաճի հետ միասին, այդ ստրատեգիան իր էֆեկտը տվեց եւ մեր ունեցած ինֆորմացիայով մեկը թրիչկային վարկանիշային բարձրացում է տվել Բարգավաճին, որը խիստ մտահոգել է իշխանությանը։ Մենք այդ ինֆորմացիան ունենք ներքին խոհանոցներից։ Եվ այդ ինֆորմացիայի արդյունքում միգուցե իրենք հաշվարկել էին, որ այսօր այսքան պետք է հավաքի բան, հիմա Բարգավաճի վարկանիշի բարձրացումը իր ծրագրերի մեջ չի մտել եւ ինքը մտահոգել է, մտածել են թե ինչպես հարվածեն։ Անսպասելիորեն, եթե դուք հիշում եք, միանգամից խոսեցին
Ծառուկյանի որդու մասին, անսպասելիորեն, որում Հայաստանը Գագիկ Ծառուկյանը եւ Անդրանիկ Թևանյանը ընդդիմադիր դաշտի այն եզակի մարդկանցից են, եզակի, ովքեր որ հայտարարում են, որ մենք գալիս ենք ազգային համերաշխության, որ մենք գալիս ենք վհուկների ворջ չի լինելու։ Ծառուկյանի մեծ փորձի արդյունքում է դիրքորոշումը։ Անդրանիկ Թևանյանը քաղաքագիտական, այսպես դուք գիտեք, որ ինքը լավ մասնագետ է այդ իմաստով եւ բազմաթիվ հենակային բաներ կան, որ պարզերում է, որ երբ որ դու մի մեքենա ես աշխատացնում, ասենք պետական դավաճանության, դա կարող է պատահի, այսպես ասած, մուլտիպլիկացիոն էֆեկտով տանածի բազմաթիվ մարդկանց վրա, օրինակ ինչպես որ Ստալինյան ռեժիմի ժամանակ 37 թվականին, երբ որ ասենք Տրոցկու վրա ձերեցին, որ ինքը պետության դավաճան է, հետո տրոցկիզմի բանով եկան արդեն մասսայական միլիոնավոր մարդիկ այդ դրա տակ ձերբակալվեցին, մի մասը գնդակալվեց, մի մասը գնաց Սիբիր, հա, ուզում ասեմ, որ այդ մեխանիզմը մենք շատ լավ գիտենք եւ շատ լավ հասկանում ենք, երբ որ դու պիտակավորում ես նման բան, իշխանափոխությունից հետո ամբողջ իշխանությունը վախի մեջ է մնում, թե ինչ կլինի իրենց համար։ Դրա համար, որպեսզի այդ խնդիրը չլինի, իրենք միշտ ավելի զգուշավոր են եղել, ասում են, որ վհուկների ворջ չի լինելու, որը ելի է նյարդայնացնում անձամբ այսօրվա գործող վարչապետին, որտեղ ինքը հասկանում է, որ վճռական պահին կարող է իր թիմակիցները տակից փախնեն եւ ինքը մնա մենակ, որտեղ ըստ էության եթե դու փաստացի հայտարարում ես, որ իշխանության գալուց հետո վհուկների ворջ չի լինելու, տակի շրջանակները շանս են ունենում ստանալ երկխոսության մեջ մտնել բանը։ Բայց միշտ տարբեր տարիների ընդդիմախոսները ասել են, որ այնտեղ իր թիմը առանց Փաշինյանի ոչ մի բան է։ Հիմա ինչու ենք թիմին կարևորում, ասում այ եթե թիմը չլինի Փաշինյանը չկա։ Ես ասես ձևակերպեմ։ Ուրեմն փորձը ցույց է տալիս եւ Սաակաշվիլիի փորձը, Էլչիբեի փորձը եւ բոլոր, չգիտեմ, այնտեղ ուկրաինական տարբեր փորձեր ցույց են տալիս, որ երբ որ ավտորիտար ռեժիմը հայտնվում է ծանր վիճակի մեջ, առաջանում է ճակ եւ տակի մարդիկ սկսում են գաղտնի համագործակցել ընդդիմադիր շրջանակներ, որպեսզի երաշխիքներ ստանան։ Սա շատ բնական վիճակ է։ Մանավանդ որ Հայաստանում դուք գիտեք, որ 30 տարի մեջ ոչ մեկ երրորդ անգամ չի կարողացել վերարտադրվել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտ է ներկայացնել երրորդ անգամ վերարտադրվելու Հայաստանում։ Երրորդ անգամ ոչ մեկին հնարավոր չի եղել վերարտադրվելու, չի լինի այս անգամ։ Ինքը դա ինտուիտիվ հասկանում է, իր թիմն էլ միգուցե կասկածների մեջ է։ Ես ասեմ, որ 21 թվականի ընտրությունների ժամանակ իր թիմակիցներից մեծ մասը տարբեր տիպի բաներ էին վեր, տոմսեր էին վերցրել Հայաստանից թռնելու մտածելով, որ կարող է պետք է իշխանությունը Մեծ դրանք այդ լուրերը բոլորը հերքել են։ Եվ հետո եթե այդպես պետք է լիներ ավելի շատ նոյեմբերին 20 թվականի, քան 21 թվականի հունիսին։ Ես չեմ պնդում նման բան, բայց այդպիսի ասեկոսություններ կային։ Միգուցե ասենք ինչ մի որոշակի մարդիկ նման բան արել են, ուռճացվել է, դա հասկանալի բան է, չէ՞, բայց այն որ ես դա գիտեմ, որտեվ հանրապես ցանկացած նման տիպի վճռական փուլերի ժամանակ իշխանության միշտ առաջանում է մտահոգություններ ունեցող մարդկանց քանակ, ովքեր վախենում են, որ հանկարծ իշխանությունը փոխվի, իրենք կարող են պատժվել։ Պարոն Բոզյան, բայց տեսեք, նույն 2020 թվականի նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ փաստաթղթից հետո 4 հոգի կարծեմ մանդատը վայր դրեց, ընդ որում կային մարդիկ նաև դիվանագետների թվում, որոնք միացան Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 15-ից, նոյեմբերի 10-ից հետո։ Այս պարագայում ինչու հասարակության մոտ արդյոք նորից ճիշտ է 21 թվականի ընտրություններից առաջ եւս այս խոսույթը ձևավորել, հիմա 26 թվականի ընտրություններից առաջ, որտեղ ովքեր պետք է փախնեին կամ ճակտային, կարծում եմ ամենասուր սպառնալիքը, որ այդ թիմը զգացել է, դա 20 թվականի նոյեմբերն էր։ Տեսեք ինչ է դա այդպես։ Ընդհանրապես մի այսպիսի ձևակերպում կա, երևի մաֆիայի օրենքներից է, թե ինչ է, ամենամեծ համախմբումը անում են այն մարդիկ, որ համատեղ հանցանքի մեջ են հայտնվում, դա հենց ավելի ուժեղ կոնսոլիդացիա չի լինում ոչ մտեղ։ Հիմա եւ քանի որ գործող վարչապետը հասկանում է, որ վտանգներ կան, ինքը փորձում է ամեն ինչ անել, որ մաքսիմալ շատ մարդկանց կոնսոլիդացնի իր կողքը։ Բայց դրան ինչպես կարող է միակ գաղափարը, որ կարող է կոնսոլիդացնել, դա վախի գաղափարն է։ Ուրիշ գաղափար գոյություն չունի, որ կարողանա կոնսոլիդացնել։ Հիմա ես չեմ ուզում ոչ մեկին մեղադրեմ, բայց ցավոք սրտի մեր եւ 21 թվականին եւ հետագայում մեր ընդդիմության մեջ միշտ այնպիսի դոմինանտ եղել այն հռետորաբանությունը, որ գալու ենք բոլորին պատժենք։ Եվ այդ պատժելու գաղափարը ինչքան էլ տարօրինակ է, ավելի է կոնսոլիդացել Նիկոլ Փաշինյանի շրջապատին։ Մենք որպես քաղաքագետ, Անդրանիկ Թևանյանը որպես քաղաքագետ, որը բազմաթիվ լուրջ անալիտիկ է նաև, ինքը հասկանում է, որ այդ մոտեցումը կոնտրպրոդուկտիվ մոտեցում է։ Նույն Ծառուկյանը նույնպես ինքը արդեն կյանքի փորձի իմաստով է հասկացել, որ դա կոնտրպրոդուկտիվ մոտեցում է եւ դրա համար այս երկու գործիչներն միշտ նշել են, որ ըստ էության այդ մոտեցումը ճիշտ մոտեցում չէ, որտեղ դա ոչ թե թուլացնում է Փաշինյանին, այլ պնդացնում է իրեն։
եւ որպեսզի մենք կարողանանք փոխել այս մթնոլորտը, այս համակարգը, այս վախի մթնոլորտը, մենք պետք է այդ մարդկանց շանս տանք, որ այդ մարդիկ էլ իմանան, որ կարող են ինտեգրվել ապագա իշխանության, ապագա Հայաստանի իշխանության հետ։ Այդ նույն երկու մեսեջը Ծառուկյանը տվել է իդեպ Գագիկ Ծառուկյանը վերջերս նաև մեկը որ ուղղված էր երեխաներին, երբ երջանկություն եւ հաջողություն մաղթեց քաղաքական հակառակորդի երեխաներին եւ բացառապես գործում է քաղաքական հակառակորդի տիրույթում եւ մյուսը Հրաչյա Ռոստոմյանի գրառումն էր, որը ուղղված էր հենց պետական ապարատի ծառայողներին եւ 95%-ի նկատմամբ շատ լավ մեսեջ էր։ Ավելացնեմ դրան Անդրանիկ Թևանյանի անցյալ տարվա Մայր Հայաստան կուսակցության հիմնադիր համագումարի սեպտեմբերի 21-ի իր ելույթը, որտեղ նա նույն բանը նշեց, եւ վերջերս Պետրոս Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մենք ԿՊ-ի ողջամիտ զանգվածի հետ պատրաստ ենք իսկապես մեծ միասնություն կազմենք, ինչը վախեցրել է իրենց։ Ես ասեմ դες դրանից հետո ուրեմն իշխանությունը փորձեց այսպես զոնդաժ անել տարբեր ԿՊ-ականներին եւ մնանք փախից գալիս են ասում են ոչ մենք այդ ողջամիտ զանգվածի մեջ չենք մտնում։ Այսինքն ցույց տալիս որ իրենք հավատարիմ են գործող իշխանության, այսինքն իրենց մեջ այդ բանը կա։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այն ինչ որ հիմա կատարվում է, մեծ ճնշող մեծամասնությունը մեղավոր չեն դրա համար, բայց դա բոլոր իշխանություններին է բնորոշ։ Այսինքն ոչ իշխանության գլխավոր պատասխանատուները շատ փոքր քիչ մարդիկ են, մեծ մասը իրենք կատարողներ են եւ մեղք չունեն եւ այդ մարդիկ պետք է այսպես ասած երաշիկ ունենան, որ ոչ մի վտանգի տակ չեն լինի։ Հենց այդ գործոններ խիստ նյարդայնացնում է գործող իշխանությանը, գործող վարչապետին, որտեղ դա առաջի վտանգն է։ Դրա համար առաջի հարվածը հենց այս մարդիկ դարձել են, այսպես ասած, առաջին հարվածային թիրախները։ Հիմա դուք ըստ ձեր խոսույթի արդյոք ճիշտ եմ հասկանում, որ իշխանությունը խոճապի մեջ է կամ վախեցած է կամ հունիսի 7-ից հետո այսպես ասած բոլորովին այլ Հայաստան է լինելու։ Կան դրա նախադրյալները։ Տեսեք իրենց գովազները նախընտրական։ Տեսեք այդ մարդու պահվածքը, երբ որ ինքը հարցակվում է Արցախցու վրա, կնոջ վրա, չգիտեմ, բոլորին հայտարարում է բոլոր նախագահներին պետք է գնդակահարել, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին պետք է գնդակահարել, Վազգեն Մանուկյանը եւ Ռաֆիովյանը շայկայի անդամներ են։ Իր հայտարարություններն եմ ասում։ Նորմալ մարդը նման հայտարարություններ կարող է ասել։ Ես ուզում եմ ասեմ, որ տեսեք, կա միջազգային կառույցներ, հեղինակավոր իրավապաշտպան կառույցներ։ Ուղղակի նայում են, իրանք ճիշտ է, այսպես չեն ուզում գնահատականներ տան, բայց բոլորը կարծում են, որ ամաչում են, որ այս տիպի մարդուն ֆորմալ իմաստով իրենք պետք է աջակցեն։ Սա նորմալ մարդու բնորոշ պահվածք չէ։ Հայաստանի պատմության մեջ ոչ մի նախագահ իրեն թույլ չի տվել նման հռետորաբանություն բանանել։ Ես մի բան էլ ասեմ, տեսեք, երբ որ մարդուն մեղադրանք են ներկայացնում, գոնե ֆորմալ իմաստով մեղադրանքը ներկայացնում է ԱԱԾ, հետո տանում է քննչական կոմիտե, քննչական կոմիտեն է դատարան, չէ՞։ Այս մարդը միտինգում հանրահավաքի ժամանակ հայտարարում է վաղը այս մեղադրանքը կլինի։ Դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Այսինքն ինքը փաստացի հրահանգում է որ ԱԱԾ-ն այդպիսի մեղադրանք ԱԱԾ-ին կարող է գոնել, չէ, ԱԱԾ մեղադրանք ներկայացնող չի իրավական առումով, բայց ԱԱԾ-ին ազգային անվտանգության ծառայության ինչ որ բան հրահանգելը ընդունելի է, որովհետև ազգային անվտանգության ծառայությունը, ներքին գործերի նախարարությունը վարչապետին կից մարմիններ են։ Այստեղ ուրիշ հարց կա, այստեղ գլխավոր դատախազության եւ քննչական կոմիտեն է, որոնք անկախ են, բայց սպասում են ելույթում ինչ է ասում եւ անմիջապես շատ արագ եւ Արարատ ցեմենտի պարագայում գլխավոր դատախազը պատրաստի թելադրությունը ներկայացրեց, ընդ որում այնպիսի առաջարկներով ժամանակավոր կառավարիչ եւ այլն, ինչը հենց Նիկոլ Փաշինյանի բառապաշարն է եւ հանրային տիրույթ բերած խոսքն է եւ նաեւ քննչական կոմիտեն, որոնք անկախ մարմիններ են եւ դուրս են գալիս իր լիազորությունից։ Ես նաեւ ասեմ պարոն Բոզյան, որ Փաշինյանը հենց այնպես չի անում, որովհետեւ նրանք վաղը եւս պետք է պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ ապօրինի հրահանգի ենթարկվողներ են։ Նա ի ցույց չի դնում դա հենց այնպես, ինչ է կարծում։ Ես մի բան ասեմ, ընդհանուր առմամբ ցավոք սրտի եմ ասում, Հայաստանում արդեն անկախ կառույցներ չի մնացել։ Թե ֆորմալ իրենք պետք է անկախ մնային, բայց անկախ կառույցներ, եթե նախկինում էլ իրենք այդքան էլ անկախ չեն եղել, հիմա ուղղակի խայտարակ վիճակի մեջ են հայտնվել։ Այսինքն նախկինում էլ ոչ մի Հայաստանը երբևիցե այտենց մաքուր դեմոկրատական երկիր չի եղել ցավոք սրտի։ Մենք այդ այո, մենթալիտետ եւ հազարավոր տարվա ընթացքում մինչև Փաշինյանը երբևիցե եկեղեցականի վրա քրեական գործ չի բացվել։ Երբևիցե Հայաստանի պատմության մեջ կաթողիկոսի վրա գործ չի բացվել։ Երբևիցե Հայաստանի պատմության մեջ չի եղել, որ թույլ չտան կաթողիկոսին Հայաստանից բացակայի։ Սա խայտարակություն է մեր ժողովրդի համար, որը առաջինն է պետական ընդունել քրիստոնեությունը եւ երբևիցե Հայաստանի պատմության մեջ միտինգում չեն հայտարարում, որ այս մարդը պետական դավաճան է, կամ միտինգում չեն հայտարարում, որ այս մարդուն պետք է ես հեսա գնդակահարեմ, կամ միտինգում չեն հայտարարում, որ այս մարդու սեփականությունը պետք է վերցնեմ։
ուշադրություն դարձրեք, որ ինքը փաստացի, ով որ իր հետ համաձայն չէ, նրա սեփականությունը խլում է։ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, այսինքն փաստացի ստացվում է, որ Հայաստանում եթե մարդը գա, լուրջ ներդրողը գա, եթե հանգարց ինքը ինչ-որ մի հարցում չհամաձայնվի Նիկոլ Փաշինյան, իր ամբողջ ներդրումը կարող է խլվել։ Դե չի գալիս լուրջ ներդրողը։ Որևէ լուրջ մարդ եմ ասում, կգա Հայաստան։ Նույնիսկ իր կողմնակիցը, քանի որ իր հոգեվիճակը շատ հավասարակշռված չէ, իր կողմնակիցներ կվախենա այստեղ ներդրում անել։ Հիմա այս հասարակությունը դեմ հարց տամ։ Այս տիպի պայմաններում եթե ներդրումներ չինի, էկոնոմիկան չի կարող զարգացնել, ինչպես կարող է մարդկանց կենսամակարդակը բարձրանալ։ Իհարկե ոչ, այդպեսի հնարավորություն չի լինի։ Այսինքն այս մարդու պարագայում մենք ոչ երկիրը կարող ենք զարգացնել, ոչ տնտեսությունը կարող ենք, ոչ մարդկանց սոցիալական վիճակը կարող ենք բարձրացնել։ Ես էլ չասեմ, որ այս տեմպերով մենք ուղղակիորեն կարող ենք գլորվել 37 թիվ, ինչպես որ մենք եղել ենք Ստալինյան ռեժիմի ժամանակ։ Մարտավարությունը ընդդիմության ստացվել է այնպես, որ Փաշինյանը եթե 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում թիրախը մեկն էր, հիմնական թիրախը, այս պարագայում մի փոքր Փաշինյանի գործը բարդացել է, դժվար չի հասկանալ, որովհետև առնվազն 3 մարդու է թիրախավորում եւ ռեսուրսները բաժանում է 3 թիրախի, այսպես ասած։ Հիմա ընդդիմության պարագայում մարտավարությունը որն է ընդդիմության։ Մենք գիտենք օրինակ Փաշինյանի մարտավարությունը։ Մայիսի սկզբին եվրոպական համայնքի գագաթնաժողով, մայիսի ավարտի մոտերը պետքարտուղարի այց։ Իհարկե զվարթնոցում էր մոտ 1 ժամ էր, բայց այնուամենայնիվ համաձայնագիր է ստորագրվել, որը շատ ավելի բարդ եւ լուրջ փաստաթուղթ է, քան հուշագրեր եւ այլն։ Մայիսի 28-ին զորահանդես, այսինքն մեխեր, որոնք ինչ որ եւ քննարկման թեմային դառնում ընդդիմության կողմից եւ հասարակության կողմից եւ դրանք նաեւ ձայներ են բերելու։ Տեսեք, դուք ենթագիտակցական մակարդակով ակնարկեցիք։ Ինչ եք անում, ինչ է անում ընդդիմությունը։ Դուք ենթագիտակցական մակարդակով բաներ ասեցիք, որոնք այդ ակցիաները ոչ մի կապ չունեն հասարակ մարդու կյանքի հետ։ Տեսեք, նույն ձևով շարժվում էր նախկինում Միխայել Գորբաչովը։ Միխայել Գորբաչովի հեղինակությունը դրսում շատ բարձր էր, երկրի ներսում պլինտուզի մակարդակից էր ցածր իջել։ Այսինքն մարդը, երբ որ կորցնում է ներքին լեգիտիմությունը, փորձում է արտաքին լեգիտիմություն գտնել։ Հիմա այս մարդը արտաքին լեգիտիմություն զորահանդեսը ներքին է թե արտաքին։ Դեք ինչ զորահանդեսը պարտված մարդ է։ Ես Ռուբեն Վարդանյանի խոսքերին ավելացնելու բան չունեմ։ Երբ որ մարդը պատերազմը պարտվել է, խայտարակ մակարդակով անում է այն ինչ որ իրեն թելադրում են կողքի հարևան երկրները, եւ որից հետո ըստ էության բոլորի համար տեսանելի է, որ ցավոք սրտի եմ ասում, մեր բանակը ֆունդամենտալ արդեն տարբերվում է այն բանակից, որ մենք ունեինք, այս զորահանդեսը պարտված ղեկավարի, դա մոտավորապես նման է, որ 45 թվականից ընդամենը մայիսի 9-ից ընդամենը 2 շաբաթ առաջ, օրինակ եմ ասում, Հիտլերը զորահանդես աներ գերմանական բանակի եւ ասեր, որ մենք հեսա մենք Մոսկվան վերցնենք։ Հիտլերը մեկ շաբաթ առաջ ուրիշ բան արեց լրիվ։ Ես դա եմ ուզում ասեմ։ Արժանապատիվ մարդիկ սովորաբար ուրիշ բան են անում։ Մենք ինքնասպանություն անում, Գեբելսը, Հիտլերը, իրանք ավարտեցին իրենց, բայց իրենք գաղափարական մարդիկ էին։ Իրենք ճիշտ է ֆաշիստական։ Բայց եկեք տեղափոխվենք մեր օրեր եւ այդ ինքնասպանությունները մեզ չդիտարկենք մարդու հետ կապված, ով ընդամենը 20 թվականին կարող ասել Օսմանյան կայսրությունը կարող է բանը Վենան վերցնի, հայտարարել մեր Արցախը Հայաստանը վերջ, հիմա արդեն լրիվ 170 դա իշխանությունը ինչ է անում ընդդիմությունը։ Ընդդիմությունը աշխատում է ժողովրդի հետ։ Ընդդիմության խնդիրը արտաքին լեգիտիմության ձեռք բերելու խնդրեմ չունի։ Ինքը, որտեվ ինքը ընդդիմությունը արդեն որտեվ եթե բերեց ներքին լեգիտիմություն, այսպես թե այնպես արտաքին այդ ուժերը աջակցելու են։ Իհարկե, տեսեք, ընդդիմությունը զբաղված է սեփական ժողովրդի հետ երկխոսելով։ Ընդդիմությունը, բոլոր ընդդիմությունները, ոչ միայն Բարգավաճ Հայաստանը, այլ մնացած բոլոր ընդդիմությունները աշխատում են սեփական ժողովրդին բացատրական աշխատանքով եւ հաջող են անցնում այդ process-ը, որտեղ իրենք չունեն խնդրեմ դրսից արտաքին լեգիտիմության բանալու, որտեղ իրենք ժողովրդի մեջ լեգիտիմ են։ Իշխանությունը ունի դրսից մարդ կանչելու, որտեղ ինքը լեգիտիմությունը պակասել է արդեն Հայաստանում։ Եթե 18 թվականին, 21 թվականին ինքը բավարար հեղինակություն ուներ հասարակության մեջ, հիմա այդ հեղինակությունը փլվել է։ Քանի որ ինքը ուզում է կոմպենսացնել, դա ինչ պետք է անել։ Ինքը պետք է բերի դրսից տղաներ։ Մակրոնին է բերում, Ռուբոյին է բերում։ Ես զարմանում եմ, թե ինչի չի բերում Էրդողանին ու Ալիևին։ Ի վերջո, շեֆ появляется в последний момент։ Ես կարծում եմ, որ ճիշտ կներ, որ վերջում Ալիևին եւ Էրդողանին հրավիրեր, որպեսզի շատ ավելի անխեցններ, թե ինքը իր գլխավոր
այսպես աջակիցները ովքեր են այս ծրագրի շրջանակներում։ Անդրադառնանք նաև որոշակի տնտեսական խոչընդոտներ, իհարկե պարբերաբար մենք լսում ենք նաև նախորդ իշխանությունների օրոք, չգիտեմ, Լարսը փակվեց, այս ապրանքը հետ ուղարկվեց եւ այլն, բայց հիմա եւ մամուլի ուշադրության կենտրոնում են, ավելի հատուկ ուշադրության կենտրոնում են այլ ապրանքները, որոնք չեն կարող արտահանվել Ռուսաստանի Դաշնություն եւ նաև կարծեք թե մի փոքր ավելի պատկերը խտանում է ամսվա ավարտին նաև մոտորերս քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը եւ Փաշինյանը ինչ դիրքորոշում ունի այս հարցով ձեզ, ինչու է այդպես անում, արդյոք Ռուսաստանի սպառնալիքներն իրականություն են դառնալու, թե ընտրություններին ընդառաջ ինչ-որ մեսիջներ է ուղարկվում։ Եվ բացի այդ, դուք խոսում եք դրսից մարդկանց մասին, որ աջակցում են օրինակ Փաշինյանին, դրսից նաև աջակցում են ընդդիմությանը։ Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Տարբերությունը հետևյալն է, դրսից ոչ թե աջակցում են ընդդիմությանը։ Դե ասում են թույլ տվեք մասնակցեն ընտրություններին եւ այլն։ Դրսից ոչ թե աջակցում են ընդդիմությանը, դրսից ավելի շուտ փորձում են պայքարել գործող վարչապետի դեմ։ Դրանք շատ տարբեր բաներ են, ինչով է պայմանավորված։ Գործող վարչապետը փաստացի խափում է իրենց։ Իրենք հայտարարում են, որ Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ-ի տիրույթում, բայց ընտրում են օրենք, որ Հայաստանը պետք է միանա Եվրոմիությանը։ Այսինքն ռուսներն ասում են, գիտեք ինչ, եթե դուք ուզում եք այդքան խելոք եք, որ ուզում եք էժան էներգոռեսուրս ստանաք, հետո մեզ գցեք գնաք այնտեղ, մենք թույլ չենք տա, մենք կներեք էշ չենք։ Դուք պետք է հիմա որոշում կայացնեք ստրատեգիական իմաստով։ Դուք ընդեղ եք տեսնել, եթե դուք ընդեղ եք, ուրեմն պետք է հրաժարվեք գազից։ Տեսեք, Վրաստանը հրաժարվել է գազից, փորձում է այդ ճանապարհը։ Դուք ուզում եք համընդ գնալ, համոզում եք մեր էժան գազը ստանալ։ Կարող է դուք դեբիլի տեղ եք դրել մեզ։ Այսինքն, գիտեք ինչ, տպավորությունային բանի մեջ է, որ Փաշինյանը մտածում է, որ Հայաստանում կան ինչ-որ մի զանգված, որը կներեք զոմբիացած են այդ մտածողության մեջ, բայց ինքը շփոթել է այդ զանգվածին արտաքին խաղացողների հետ, արտաքին խաղացողները շատ խիստ են պատժելու Հայաստանին, եթե տեսնեն, որ այս մարդը շարունակելու է այս ուղին, բայց ինքը այս մարդը շարունակելու է այս ուղին, որտեղ ինքը այլևս չունի։ Ավելին կարող եմ ասեմ, Փաշինյանի ստրատեգիան ասեմ, թե որն է։ Ինքը խնդիր չունի Ռուսաստանի սա հարաբերությունները քանդելու։ Իր գլխավոր խնդիրն է, որ առաջինը Ռուսաստանը այդ քայլը կատարի, որպեսզի հետո մեղադրի ոչ թե իրեն, այլ Ռուսաստանը, դա ռուսները արեցին։ Ուշադրություն դարձրեք, ինքը ասում է ոչ թե Հայաստանն է հապկից դուրս գալի, հապկն է Հայաստանից դուրս գալիս։ Այսինքն ինքը երազում է, որ հապկը որոշում կայացնի, որ Հայաստանին վտարի իր կառույցից։ Ինքը երազում է, որ Ռուսաստանը Հայաստանին վտարի ԵԱՏՄ-ի կառույցից, որպեսզի հետո գազի գինը որ թանկանա, Հայաստանը որ ծանր վիճակի մեջ հայտնվի։ Ասի Ժորժ ջան, ես մեղավոր չեմ, Պուտինն է մեղավոր, ես ինչ եմ արել։ Հասկանում եք, բայց այդ զանգված կա, որ կանեն հավատան, բայց այդ զանգվածը շատ փոքր զանգված է, որը տեղեկատվական աբեկցության տակ է մտած, եւ այդ մարդիկ տենց են մտածում, ոնց որ ասում են թե ռուսներն են մեղավոր, Ղարաբաղը մենք կորցրեցինք, ինքը կասին ԵԱՏՄ-ից դուրս եկանք, ռուսներն են որոշումը կայացրել, մենք ինչ կապ ունենք։ Փաշինյանը դրան է նախապատրաստում։ Այսինքն ինքը նախապատրաստում է Հայաստանի ոչնչացմանը փուլային տարբերակով, բայց որպեսզի ինքը պատասխանատվություն չկրի, դրա պատասխանատվություն պետք է կրեն Ռուսաստանը եւ իր հետ այսպես լավ հարաբերություն ունեցող տեղի ուժերը, ում են տեղի ուժերը, ում են ներկայացնում, դուք շատ լավ կարող կռահեք թե ինչի մասն է խոսքը։ Այսինքն ինքը նախապատրաստվում է լայնամասշտաբ Հայաստանի քայքայման հետ զուգահեռ երկրում հաստատել ստալինյան ռեժիմ։ Ինչու է Փաշինյանին ձեր ենթադրենք ձեր ասածն է, ինչու է Փաշինյանը անում դա, հանուն ինչի, որ ինչ լինի իր հետ։ Իր ցանկությունը Հայաստանը տանել այդ ճանապարհով ըստ ձեզ ո՞րն է։ Ո՞րն է իր շահը։ Որովհետև ինքը հասկանում է, որ այն ինչ որ կատարվեց պատերազմից հետո, ինքը այլևս չի կարող նորմալ երկարաժամկետ արդեն կառավարել նման տիպի երկիր։ Ինքը շատ լավ հասկանում է։ Այսինքն այն պատկերացումների մեջ, տեսեք, բոլորը հասկանում են, որ Արցախը կորցրեցինք, մենք ինքը մեղավոր է, չէ՞։ Եթե մենք ձևակերպենք, որ Արցախը կորցրել դա ողբերգություն էր, ուրեմն ինքը մեղավոր է, համաձայն եք դրա հետ։ Բայց ինքը ուզում է սարքել մի հատ նոր իրականություն, որտեղ մենք ոչ թե Արցախն ենք կորցրել, մենք ձեռք ենք բերել մեծ երջանկություն, մենք ազատվել ենք Արցախի բեռից։ Մենք նոր իրականություն, մենք ձեռք ենք բերել Ռուսաստանից անջատվել ենք եւ նոր իրականություն է դա։ Այդ նոր իրականության մենք շատ ավելի վատ կարող ենք ապրել, բայց կարող զատո մենք կապրենք անկախ Ռուսաստանից։ Այդ նոր իրականության պայմաններում ինքը դառնում է հերոս։ Եթե այդ իրականությունը չի լինում, ինքը դառնում է դավաճան, ինքը դառնում է փչացած, ինքը դառնում է պարտված։ Այսինքն ինքը իր աթոռը պահելու համար ինքը փորձում է նոր իրականություն ստեղծի, որ այդ նոր իրականության մեջ ինքը դառնա ոչ թե պարտված, այլ հաղթած։ Սա է խնդիրը, այսինքն այդ մարդը ուրիշ շանս չունի կամ 170-աշճան փոխի իրականությունը։ Գեբելսյան քարոշամեկյան ինչ էր ասում։ Տեսեք, գերմանական ժողովրդին մի քանի տարվա ընթացքում սարքեցին գազան, որտեղ համակենտրոնացված ճամբարներ էին սարքում։ Մի ժողովրդի, որը ծնել է Բախ, Բեթհովեն, Մոցարտ, Հենդել, մի ժողովուրդ, որ ծնել է Հեգել,
մի ժողովուրդ որ ծնել է, չգիտեմ, նկարիչներ, գրողներ, պոետներ, ինքը գերմանացիները համաշխարհային պատմության մեջ մեծ դեր են կատարել, բայց իրանք ընդհանրապես կարճ ժամանակում դառան դեբիլիզացված մի հատ հոտ դարձան նացիստական ռեժիմի ժամանակ։ Հետո դրա արդյունքում մեծ պատերազմի արդյունքում 1/3 ժողովրդի կոտորվեց, իսկ Գերմանիան հավերժորեն կորցրեց Սելեզիան եւ Քյոնիգսբերգը, որ այսօր Կալինինգրադի մարզ է։ Հիմա նույն, բայց այնտեղ այդ մարդիկ հավատում էին այդ գաղափարին։ Վերջում ավարտվեց ողբերգական ձևով։ Հիմա հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի հունիսի 7-ին։ Ինքը պատրաստ է գնալ այդ ճանապարհով, թե պատրաստ չէ։ Այդ ճանապարհով գնացել է Սաակաշվիլին, տեսենք թե ինչ եղավ։ Այդ ճանապարհով գնաց Էլչիբե, տեսանք թե ինչ եղավ։ Այդ ճանապարհով գնաց Զելենսկին, տեսանք թե ինչ եղավ։ Հիմա այդ ճանապարհով փորձում է գնալ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ճանապարհը բոլորի համար տեսանելի է պատերազմ, ավերածություններ եւ ողբերգություններ։ Այլընտրանքային ճանապարհը դա միակ ճանապարհն է, որ հնարավոր կլինի Հայաստանը դուրս բերել այս ծանր վիճակից։ Ինչպես։ Ես ասեմ ձեզ հետևյալը, եթե մենք կարողանանք իսկապես հունիսի 7-ին մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի, այդ ճիշտ ընտրության արդյունքում իսկապես ազգային ընդդիմադիր ուժերը ձևավորեն նոր իշխանություն, նոր ազգային իշխանություն, կոալիցիոն բնույթի կլինի այդ իշխանությունը, առնվազն այն վտանգները, որ կլինեն, արդեն կչեզոքացվի, որովհետև բոլորը կտեսնեն, որ Հայաստանը դուրս է եկել այդ վտանգավոր, այսպես ասած, գոտուց, որ կար, բնականաբար կարող է լինել որոշակի մանր տարաձայնություններ, թե հետագայում ինչ զարգացում կլինի, բայց դա տուրբուլենտի զոնան շատ կարճ է տևելու։ Կարճ ժամանակահատվածում արդեն մարդիկ կտեսնեն, որ իսկապես նորմալ զարգացման ուղի կա։ Մենք ենք ծրագիր ներկայացրել, մյուս ուժերն են ծրագիր ներկայացրել, այդ ծրագրերի, այսպես ասած, կամպանովկա կա լինի, այդ կամպանովկայի արդյունքում կարող է ձևավորվի ազգային զարգացման ծրագիր։ Կոնկրետ մեր ծրագրի մասին, եթե ուզում եք ասենք, ես մի քանի բան մեր ծրագրի մասին կասեմ։ Տեսեք, մեր ծրագրի մեջ ուրեմն կան մեր ժողովրդին հուզող մի քանի հանգուցային կետեր։ Նախ թոշակը, այսօր 46000 դրամ մինիմալ թոշակն է։ Մենք ասում ենք, որ փուլային տարբերակով դարձնելու ենք 100,000 դրամ։ Բանը մինիմալ աշխատավարձը 75000 դրամ է, երկար տարիներ մնացել է 75000։ Մենք ասում ենք, որ մենք մեր կարծիքով սպառողական մինիմալ զամբյուղը ոչ թե 61000 է, ինչպես որ իրենք են ասում, այլ մոտավորապես մոտեցել է 100,000-ի։ Այսինքն մենք ասում ենք մինիմալը պետք է լինի 150,000 դրամ։ Մենք ասում ենք, որ առողջապահական համակարգը, որ իրանք մինչև 18+ եւ 65+-ը առաջարկել են, մենք ասում ենք, մենք վրացական մոդելով պետք է շարժվենք, այսինքն նույն բանը, գումարած 18-ից մինչև 65 տարեկանները 30% են, մոտում 70%-ը որոշակի ֆոնդի պայմաններում 2.5 միլիոն դրամի պարագայում։ Մենք ասում ենք, որ փոքր բիզնեսը այն 115 միլիոն դրամ շրջարկով որ աշխատում են, որ հիմա առաջ տալիս են 15%, հիմա 10% են տալիս, մենք առաջարկում ենք այդ 115-ը սարքել 170 միլիոն դրամ, մինչև 60 միլիոն դրամը 0%, 60-ից մինչև 170 միլիոնը 1%, ինչպես որ Վրաստանում մինչև 500,000 լարին 1% են տալիս, իսկ վրացիները հայերից երկու եղբայրական ժողովուրդներ են, միշտ ավելի հիմա ավելի խելոք են մենք, բայց ոչ թե ժողովուրդն է, իրենք կառավարիչներն են ավելի խելոք։ Ժողովուրդները մոտավորապես նույն ստանդարտի ժողովուրդներ են, հարևաններ են սաղ պատմության մեջ, բայց իրենց իշխանությունները ավելի խելոք են, մերը մեղմ ասած այդքան խելոք չէ, բայց մենք հիմա ուզում ենք հավասարվենք իրենցից, հիշեմ, որ 90-ական, 2000-ական թվականներին մենք ավելի առաջ էինք, քան Վրաստանը։ Հիմա հարց կարող եք տալ, լավ, այդ ամեն ինչի ինչի արդյունքում է, ինչի օրինակ Փաշինյանը չի կարողացել, դուք կարող եք անել, չէ՞։ Դե Փաշինյանը այնքան լավ բաներ է թվարկում, որ ինքը արել է ըստ ինչ արել 8 միլիարդով Երևանին ինչ է առաջարկում Երևանին ասեմ, դες իդեպ ասեմ, որ Երևանում ես կարող եմ բանը ուրախությամբ շատ լավ լուր ասեմ մեր քաղաքացիներին, որ երեք վճռաբեկ դատարանը վերջապես վերջակետ դրեց այն վեճին եւ կարմիր գծերի հետ կապված Մայր Հայաստանը մեծ հաղթանակ տարավ եւ 24-25 թվականների համար այն մեքենաների տերերը, ովքեր վճարել են 160,000 դրամ կարմիր գծերի համար եւ 24,000 կապույտ գծերի համար, իրենք կարող են դիմել դատարան եւ հատուցում պահանջել այդ փողերի համար, այսինքն քաղաքապետարանի այդ քաղաքապետարանը պարտվել է Մայր Հայաստանին, Մայր Հայաստանը հաղթել է եւ մենք կարող ենք շնորհավորել մեզ բոլոր նույնը սպասվելու է գույք հայկի հետ կապված խնդրի, նույնը սպասվել է մյուս բոլոր խնդիրներին։ Դա շատ կարևոր է։ Հիմա հարց կարող եք տալ, լավ, այդ սոցիալական փաթեթը, որ դուք ասում եք, ինչի հաշվին եք ասում։ Գումարը որտեղից։ Գումարը որտեղից։ Շատ լավ հարց է։ Մենք ունենք փաստացի առնվազն 3 խոշորագույն ծրագրեր, որը դրայվերի դեր են կատարելու էկոնոմիկայի զարգացման համար։ Առաջի դրայվերը դա լինելու է аэроպորտի մոտ, Զվարթնոց օդանավականի մոտ օֆշորային գոտու ձևավորումը, ինչպես որ կա Դուբայում, Սինգապուրում, բանում եւ այլն եւ այլն։ Ես դες ինֆորմացիա ասեմ, որ այսօր Դուբայում մոտ 1 տրիլիոն ռուսական 1 տրիլիոն դոլարի ռուսական կապիտալ կա, որ Դուբայում, այսինքն գիտեք, որ
ռուսական կապիտալի հսկայական մասը Դուբայում է։ Պատերազմական վիճակի մեջ բիզնեսները փորձում են աշխատեն տեղափոխեն ուրիշ տեղ, որ ավելի հեշտ լինի իրենց համար հասկանալի է։ Այս վերջին պատերազմի ընթացքում բոլորը ցնցվեցին, դուք էլ եք հասկանում, որ Դուբայը դեռ մի քիչ անկայուն։ Հիմա իրանցից պատվեր կա, ասում են, եթե դուք Երևանը, իդեպ Երևանը այս վերջի տարիներին դարձել է տրանզիտային կենտրոն։ Պարոն Բոզյան, որպեսզի դուք այդքան մանրամասները չհասնեք, եկեք միայն ենթավերնագրերով բացատրություններով եթե հրաժարվում միայն այդ օֆշորային գոտի ստեղծման արդյունքում մենք կանխատեսում ենք միայն դրանից մեկ տարվա մեջ 10% հնայի աճ, երկրորդ, երրորդ տարիներին 20-ից մինչև 30%, որը ցույց է տալիս Սինգապուրի օրինակը, Դուբայի օրինակը, 19 չինական քաղաքների օրինակները, որ մենք տարել են։ Նույն մոդելով մենք դա անելու ենք։ Երկրորդ նախագիծը դա Գյումրու ծրագրի զարգացման ծրագրին է, որը ազատատնտեսական գոտու գաղափարը մշակվել է եւ փոխլրացվել նաեւ Բարգավաճ Հայաստանի ծրագրով Գյումրին եւ Շիրակի մարզը մենք դարձնելու ենք աղքատության մարզից դարձնելու ենք զարգացման բարգավաճման մարզ, ինքը ամենալավագույն մարզն է եւ վերջապես Գյումրին դառնալու է լիարժեք եւ երրորդը պարոն Բոզյան եւ երրորդը Քրիստոսի արձանը։ Քրիստոսի արձանը իր շրջակա միջավայրը, ես ասեմ ձեզ տարբեր գնահատականներով մենք ունենք այսօր տարվա մեջ մոտավորապես 2-2.5 միլիոն զբոսաշրջիկ Քրիստոսի արձանի պարագայում իդեպ այս տարածաշրջանում քրիստոնեական աշխարհը բացի Լեհաստանից երկրորդը կլինի Հայաստանը։ Մենք մեր գնահատականներով մոտավորապես 2 անգամ զբոսաշրջիկների քանակը կավելանա, եթե մենք հաշվենք նույնիսկ մի զբոսաշրջիկի համար $2,000, այսինքն որ ինքը գա այդքան պիտի ծախսի Հայաստանում, նու Ծառուկյանը ասում է 5,000, ես համարում եմ $1,000 եմ ասում, լավ, այդ $1,000-ը 2.5 միլիոնը կլինի $2.5 միլիարդ, 2.5 միլիարդ մինիմալ $2.5 միլիարդ տարեկան կմտնի, բայց այդ կմտնել ինչ է նշանակում, նշանակում է туриզմի զարգացում, նշանակում է գյուղատնտեսության զարգացում, որտեղ սպասարկման ոլորտ անելու մարդիկ պետք է ուտեն, ծախեն, բանալեն եւ այլն, բանը տարեվտրի զարգացում։ Դա Հայաստանը թրիչկային 3 դրայվերներով, ես մտածում եմ ամենապահպանողական գնահատականներով Հայաստանի տնտեսական աճը առաջի 1 տարվա ընթացքում մինչև 15% հնա ունենալու, երկրորդ դերոտներին մինչև 30% անելու, որ ուղղակի շշմելու, դուք շշմելու եք դրանից հետո, որի արդյունքում մենք շատ պահպանողական ենք ասում, մենք ինչ ենք առաջարկելու մեր ժողովրդին։ Մենք ասում ենք հնան դարձնելու ենք $60 միլիարդ 4 տարվան։ Ես ասում եմ, որ բոլոր գնահատականները դուք կարող եք ասեք մինչև 90 միլիարդ, բայց մենք չենք ուզում նման դիվ ասենք։ Մենք 60 ենք ասում, որտեղ 60-ի պարագայում մենք ունենանք մոտավորապես $20 միլիարդ այսպես ասած բյուջե, իսկ այսօր Վրաստանը 12 միլիարդով կրթությունը սարքեց անվճար, առողջապահական համակարգը ֆանտաստիկ դա շատ ճկուն համակարգ է, չափազանց ճկուն։ Այդ համակարգը առաջարկել է, մենք այդ համակարգը ավելի 12 միլիարդով, մենք 20 միլիարդով։ Եվ պետությունն է աջակցում քաղաքացուն, եւ համայնքապետարանը իր հերթին, եւ մի քանի օղակ աջակցում է քաղաքացուն բոլորը։ Տեսեք, հիմա մենք այս ծրագրերը, եթե մենք կյանքի կոչենք, դուք ուրիշ եմ ասում, այդ Հայաստանը, որ դուք հիմա տեսնել եք այս 30, դա լրիվ ուրիշ Հայաստան է լինելու։ Եկեք այս ուրախ արձանագրման վրա ավարտենք։ Իմ հյուրը Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ, Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի տեխնացու Երվանդ Բոզոյանն էր։